Որ սնունդը կարող է ազդել տղամարդու պտղաբերության Այս սնունդը, որը բերում է ճարպակալման։ Ճարպակալումը ինքնին որովայնային ճարպը բերում է էստրոգենների, այսինքն կանացի հորմոնների բարձր քանակի, որը բերում է սերմի որակական հատկանիշների վատթարացման։ Բայց ամենահամար մեկ ապացուցված բազմաթիվ գիտական աշխատանքներով վատ սովորույթը դա ծխելն է, սիգարետի ծուխը, ընդհանրապես սիգարետը, բոլոր տեսակ վեյփերը, բոլոր տեսակ են էլեկտրոնային սիգարետները, որ տարբեր են մանր բաները դնում ծխում են անունները չտամ էլի բրենդային, հա, մտածել է որ քիչ կվնասի կամ չի վնասում։ Վնասում են հավասարաչափ, համահավասար, հավասարազոր։ Եվ կարող են անպատղության պատճառ դառնալ։ Միանշանակ, նո հա, ես բազմաթիվ իմաններ ունեմ, որ կարացել են այդ կախվածությունից ազատվել, ընդհանրապես 3 ամսում իրանց սերմը հել է դառել լրիվ նորմայի մեջ։ Երբ հրաժարվել են ծխախոտից, ալկոհոլը ինչպես է վնասում։ Նույն ձև, բայց ոչ այնպես ինչպես ծխախոտը, այսինքն ալկոհոլային թունավորումները մարդը ամեն օր չի ալկոհոլ օգտագործում, այսինքն հիմնականում միջիվիճակագրական մարդը, եթե ինքը ալկոհոլիկ չի, կա ամեն օր չի օգտագործում, ամեն օր մի բաժակ օղին երիտասարդների շրջանում դա չափազանց քիչ հանդիպող երևույթ է, էլի, հա։ Գարեջուր ավելի շատ։ Հա, գարեջուրը ինքնին անպտղության ավելի շատ է բերում, որովհետև ինքը իր մեջ էլի դրոժեր է պարունակում, է դրոժերը էլի էստրոգենների սինթեզին են նպաստում։ Հղիություն պլանավորելուց առաջ ես միշտ խորհուրդ եմ տալիս ալկոհոլը քիչ, ծխելը բացառել։ Այստեղ համար 1 թշնամին սիգարետն է։ Վեյփերն են, մնացած կալյաններն են, մարիխուանան եւ մնացած բոլոր նմանատիպ երևույթները։ Բայց նշեցինք, սնունդը նույնպես կարող է նույնպես միանշանակ, նույնպես վատ սնունդը, չիփսերը, սնեյքերը, երշիկ եղենը, նրբերշիկ եղենը, մեկ-մեկ մարդկանց խորհուրդ եմ տալիս, ասում եմ ներ երշիկ կամ նրբերշիկ ուտելուց առաջ կարդա էլի ինչից է կազմված։ Իրաց վրա է գրած, որ իրանք այդ հավելումներն են պատճառած տրանս ճարպերը։ Տրանս ճարպերը չէ, մենակ ես մի երկու հատ երշիկի դες բանկ ուղարկեմ սկրինշոթ, թե իրանք իրancs գրած է ինչ են պարունակում իրանց մեջ, էլի մաշկ։ Քաղցկեղածին են։ Դե բացին այդ որ քաղցկեղածին են, ուլտրա վերամշակված սնունդը ինքը վատն է։ Չի կարա լավ կաթը ունենա 8 ամսվա պիտանելիության ժամկետ, չի կարա լավ թթվասերը ունենա մի քանի ամսվա պիտանելիության ժամկետ։ Ինքը ուլտրա վերամշակված է։